Պատմիչ Փաստոս Բուզանդը ներկայացնում է, որ 360-ական թվականներին Պարսից շապու երկրորդ արքայի Հայաստան կատարած արշավանքի արդյունքում ավերվել են տարբեր քաղաքներ և մասնավորապես Վաղարշապատում ևս ավերածություններ են կատարվել, այս ավերածություններից տուժել է նաև Էջմիածնի Մայր տաճարը։ Եվ նա ներկայացնում է, որ հետո արդեն Ներսես առաջին Պարթև կաթողիկոսը կատարել է այստեղ շինարարական աշխատանքներ և վերակառուցել է Մայր տաճարը։ Հետագայում սկզբնաղբյուրները խոսում են նաև Սահակ Պարթև կաթողիկոսի կողմից այստեղ իրականացված նորոգման աշխատանքների մասին, իսկ ավելի ուշ, հատկապես Վահանանց պատերազմի հաջող արդյունքներից հետո, տեսնում ենք, որ Վահան Մամիկոնյանն այստեղ նշանակել է հատուկ իր կողմից վստահելի անձի, իբրև լուսարար, խոսքը իհարկե Ղազար Փարպեցու մասին է, ով հայտնի է մեր հեռուստադիտողին իբրև պատմիչ։ Նրա այստեղ ծառայության ընթացքում գրանցվել է մի դեպք, երբ որ հրդեհվել է Փայտե տանիքը և փաստորեն հենց նրա հոգացությամբ այն նորոգվել է, իսկ հետագայում արդեն ինչպես Սեբեոս պատմիչն է ներկայացնում, Կոմիտաս Աղցեցի Մամիկոնյան կաթողիկոսի կողմից ծածկը փոխարինվել է արդեն քարե ծածկով և այդպիսով մենք տեսնում ենք, որ այստեղ շինարարական աշխատանքները բերում են մի նոր հանգրվանի։ Եթե մենք անդրադառնանք Մայր տաճարի ժամանակակից տեսքին, ապա նրա այդպես տարածական ընդհանուր լուծումները և հիմնական տեսքը բնականաբար գալիս է հենց 5-րդ դարի վերջին այդ վերակառուցումների արդյունքից և հետագայում տարբեր ժամանակներում տեղ են գտել տարբեր հավելումներ, օրինակ ավելացել է Զանգակատունը 17-րդ դարում և նաև ավանդատներն են ավելացել և այդպես շարունակ։ Այսինքն կարելի է ասել, որ շինարարական աշխատանքներն այստեղ ընթացել են հարյուրամյակներ շարունակ, անընդհատ տարբեր կաթողիկոսներ այստեղ փորձել են իրենց լրացուցիչ լուման ներդնել Մայր տաճարի բարեկարգության համար։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։